անվանում են կալուգացի։ Այսինքն նկատի ունեն, որ դուք հայաստանցի չեք, չնայած ձեր կենսագրության մեջ գրած է գյուղ Կալինինո հայկական ԽՍՀ։ Անվանում են կալուգացի ցույց տալու համար, որ դուք օտար եք։ Այդ բառը, այդ պիտակը ձեզ խոցում է, ձեզ վիրավորում է։ Իհարկե ոչ։ Ես չեմ թաքցրել, որ ես 10 տարի ապրել եմ Կալուգայում։ Եվ միգուցե դա եղել է իմ կյանքի լավագույն տարիներից մեկը։ Այսինքն ինչից ես պիտի վիրավորվեմ։ Ես Արցախը չեմ հանձնել։ Հայկական հողերը չեմ հանձնել։ Այսքան փորձանք մեր երկրի վրա չեմ բերել։ Կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի եւ Հայաստանի կողքին։ Կալուգայի Սամոն, ինչպես իրենք ասում են, իրենք նույնիսկ չեն հասկանում դա ինչքան պատվաբեր է։ Իրենք հաստատ իրենց կյանքում ոչ մի հնարավորություն չէին ունենա առնչվել Կալուգայի Սամոյի հետ։ Կարող է 1000 կիլոմետր փախնեին։ Դա հիմա քաղաքական խոսույթ է, որ իրենց թվում է ինչ-որ վիրավորական բան են ասում, չեմ վիրավորվում։ Ոչ մի բանից էլ չեմ վիրավորվում։ Պայքարի մեջ, եթե 7 ամիս ինձ տանում պահում են 2 բառի համար չեմ վիրավորվել։ Հիմա ինչ Կալուգացի Սամո ասեցին։ Հա, ընդամենը Տաշիրի Սամոել են ասում, Կալուգայի Սամոել են ասում, դա հարգանք է, ոչ թե ինչ-որ վատ բան։ Բայց իրանք էլ էին ուրախացել։ 10-ից հետո տխանից մեկ ասում էին Կալուգացի Սամոյի հետ Դե դա այդ ժամանակահատվածի դե ինձ իմ ընկերներն էլ հիմա բոլորն էլ ժամանակին ասել են, որ ապրել եմ Կալուգայում, ասել են Կալուգացի Սամո, չեն ասել Չմո Նիկոլ, ասել են Կալուգացի Սամո։ Պարոն Կարապետյան, դուք վստահ եք ձեր հաղթանակում, բայց ես վերջին սոցհարցման տվյալները ներկայացնեմ, քիչ առաջ է հրապարակվել, իշխանությունը 28.8%, Ուժեղ Հայաստանը 14.9%, Հայաստանը 12.1%, ԲՀԿ-ն 8.7%, Միասնության թևերը 5.8%։ Ձեր գնահատականը, ձեր մեկնաբանությունը, եթե կարելի առաջի թվերը չլսեցի։ Իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը 28.8%, Ուժեղ Հայաստանը 14.9%, Հայաստանը 12.1%, ԲՀԿ-ն 8.7%, Միասնության թևերը 5.8%, գելափն է հրապարակել։ Չի համապատասխանում ձեր ներքին արված սոցհարցումներին։ Թող բարով վայելեն, առավել ևս գելապը թող բարով վայելի իրենց հարցումները։ Մենք ունենք ճշգրիտ հարցումներ, մենք տեսում ենք ճշգրիտ տվյալներ, մենք ունենք աշխատանքային մեր տվյալները, ոչ մի կտրուկ տարբերակ։ Որպեսզի այսպիսի տվյալներ չհրապարակենք, մեր գործընկերներին կնեղացնենք։ Մենք ամեն 15 օրը հարցում ենք անում եւ ունենք ճշգրիտ տվյալներ։ Դա ոչ մի հարցում ճշգրիտ չի լինում, բայց մենք դա հասցրել ենք մաքսիմում ճշգրտության։ Մեր տվյալները ոչ մեկ հետևից չի գրում։ Ինչ ստանում ենք, դա ստանում ենք։ Մեր ներքին օգտագործման փաստաթղթերն են, ինչը որ դրա հիման վրա մենք ամեն ինչ տեսնում ենք, մեր ուժեղ կողմերը, մեր թույլ կողմերը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ինչը ուժեղացնենք, ինչի վրա ուշադրություն չպետք է դարձնենք, դա դրա համար է, ոչ թե կուսակցություններին, ինչպես իրենք անում են, դա տեխնոլոգիա է։ Անիմաստ գրգռեն կուսակցություններին, հանեն իրար դեմ։ Հա, Թաթոյանն էլ են անցկացնել։ Դե իրանց համար այդտեղ ամենակարևորը Թաթոյանին անցկացնելն է։
Դուք նշեցիք, բարբերաբար այդ մասին եք խոսում, ուժեղ բանակ ունենալու